Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության, քաղաքականության եւ Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի փոխանցմամբ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ եւ ողջունում Հայաստանի խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունն ու ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունած Եվրոպական միությանը Հայաստանին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը Երևանի ինքնիշխան որոշումն է համարում։ Նա նշել է, որ անհնար է լինել միաժամանակ երկու հակադիր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը։ Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի նրանք ունենան իրականության օբյեկտիվ պատկերացում, նշել է փոխնախարարը։ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Շանհայի գործակցության կազմակերպության աշխատանքներին միանալու գաղափարին, այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Ապրիլի 3-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը, առկա մարտահրավերները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ անգամ եւս վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքելու խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն եւ կայունություն։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկոյան քառօրյայիցով ժամանել է Հունգարիա իր պաշտոնակից Վիկտոր Օրբանի հետ բանակցություններին։ Միջազգային քրեական դատարանը 2024-ի նոյեմբերի վերջին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր էր տվել Գազայում մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեղադրանքով։ Այդ օրվանից ի վեր սա Իսրայելի վարչապետի առաջին այցն է Միջազգային քրեական դատարանին միացած երկիր։ Հունգարիան որպես Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր պարտավոր է ձերբակալել Նեթանյահուին, սակայն վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ է երաշխիքներ տվել, որ Իսրայելի վարչապետը Բուդապեշտում չի ձերբակալվի։